Դե գիտեք ինչ, նախ երբ որ ասում ենք մշակույթը տնտեսության ճյուղ, այդ էլ նկատի ունենք։ Նախ դա կարծում եմ առիթ է, որ մենք լրացուցիչ եւս մի անգամ գնանք մեր թանգարաններ։ Ես իմիջայլոց ասեմ ձեզ, անցած տարի այդպես մոռացա ճշտեմ, ես ձեզ խնդրել էի, որ չեմ հիշում, ձեզ էի խնդրել Տիկին Բաղդասարյան, հիշեցիք, այդ օրվա այցը երկու կարևոր նշանակություն ունեցավ։ Մի օր չգիտեմ ինչ որ թեմայի շուրջ մտածում էի եւ որոշեցի գնալ ուղղակի ցերեկվա ժամին աշխատանքի կաբինետից դուրս եկա գնացի պատմության թանգարան։ Երկու բան տեղի ունեցավ, մեկ լուսերը անջատվեց։ Երկրորդը որ տեղի ունեցավ, այնտեղ կար մի քարտեզ, որը ցուցադրված էր, ես հիշում եմ, որ ես պետքա անունը ցուցանմուշի հիշեմ, եւ մի քարտեզ էր դրված, որը Հայաստանի հայկական եկեղեցիների քարտեզ էր, որը չեմ հիշում թե շատ ափսոսում եմ, որ չեմ հիշում, բայց հեռախոսից մեջ նկարը կա։ Ինչն էր հետաքրքիր այդ քարտեզում։ Ինչը ինձ հետաքրքրեց։ Այդ քարտեզի ամենակենտրոնում Արագած սարն էր։ Եվ դա ինչ կոնտեքստները 2020 որ թվի, այս տարի էր, հա։ Ու դա շատ հետաքրքիր էր։ Ես ինչի համար եմ ասում, գիտեք ինչ, մենք իսկապես ինքնաճանաչման խնդիր ունենք։ Ինքնաճանաչման խնդիր ունենք եւ հա մենք պետքա գնանք մեր թանգարանենք, պետք է գնանք, պետք է տեսնենք, պետք է մտածենք, պետք է հասկանանք եւ այլն եւ այդպես շարունակ, որովհետեւ մեր մասին մեր պատկերացումները շատ դեպքերում ձևակերպված են Հայաստանի Հանրապետությունից դուրս, հայկական իրականությունից դուրս ընդհանրապես։ Եվ դա մեզ կառավարելու մոդել է, ովքեր են լավը, ովքեր են վատը, ովքեր են բարեկամ, ովքեր են թշնամի։ Ընդհանրապես ես մի նախադասություն կա, բայց որ եկել է, պետք է ասեմ կառավարության նիստում, մտածում եմ, որ երբեք պետք չի ասել, հետո տասնամյակներ անց է պետք ասել։ Մեր արտաքին քաղաքականության եւ ընդհանրապես մեր ռազմավարության մասին խոսելիս եւ նաեւ միջազգային հարաբերությունների մասին խոսելիս մենք շատ բաներ կա, որ վերանայում ենք, ու վերանայում ենք գիտելիքի հիման վրա, այս շատ կարեւոր է։ Օրինակ, այս վերջերս մի թեմայի անդրադարձա, որ ասում էի, որ նույնիսկ շատ դասագրքային ճշմարտություններ, որոնք ստեղծված են, իրանք ստեղծված են որպես դասագրքային ճշմարտություններ եւ այդպես չի, որ դրանք հենց են, ինչ որ արտահայտում են օբյեկտիվ իրականությունը։ Եվ գիտեք ինչ առիթով ասի, օրինակ դիվանագիտական դասագրքային ճշմարտությունը ասում է հետեւյալը. չկան մշտական բարեկամներ եւ թշնամիներ կամ մշտական շահեր։ Իմ համոզմունքն է, որ դա իրականում ճշմարտությունը թաքցնելուն ուղղված արտահայտություն է, որովհետև իմ ընկալմամբ ճշմարտությունն է, որ չկան թշնամիներ եւ չկան բարեկամներ։ Կան ուղղակի միջազգային հարաբերություններ։ Ուղղակի հասկանում եք, պետությունը այն պահին է հասունանում, երբ որ հասկանում է, որ չկան բարեկամներ եւ թշնամիներ։ Երբ որ դու ասում ես չկան բարեկամներ եւ թշնամիներ, դու կենտրոնանում ես ինքդ քո եւ քո անելիքի եւ քո կայացնելու որոշումների վրա։ Իսկ երբ որ դու այլ տրամաբանությամբ ես մտածում, դու անդադ մտածում ես ոնց անեմ, թե այն մեկը այս որոշումը կայացնի, այն մեկը այն որոշումը, այն մեկը այն որոշումը, եւ դու ընկնում ես մի թակարդի մեջ, որտեղ քեզ որպես խաղակարդ օգտագործում են, այն մեկը իր համար, այն մեկը իր համար, այն մեկը իր համար, այն մեկը իր համար, եւ բոլորը իրանց համար։ Եվ միակը, որ դու քեզ չես օգտագործում, դու ես, որ դու քեզ համար չես օգտագործում, բոլորը իրանց համար քեզ օգտագործում են, դու քեզ քո համար չես օգտագործում։ Եվ ինչ կապ ուներ թեմայի հետ, այդ թանգարան գնալու օրը տենց մի գործով է զբաղված, ինչ որ մի տեքստ էի գրում, դա բանել եմ արել, ինչ որ ձևով լուսաբանել եմ այդ այցը։ Բայց տենց ուղղակի տենց առիթ եղավ, ասեցին, ինչ որ մտածում եմ, որ երևի պետք չի ասել, բայց պետք է ասել։ Տենց բան չկա, որ պետք չի ասել, որովհետև մենք պետքա մեզ հետ խոսանք, մենք պետքա մեր ժողովրդի հետ խոսանք։
Եվ պետքա մենք հասկանանք ի վերջո ինչ է նշանակում պետություն։ Եկեք մենք արձանագրենք, որ էլի որ ասում են բան են դար, ասում են վայ դուք դեռ 0 դասարանում եք, հա դուք բան եք, տենց ակադեմիկոսներ եք, դրա համար էլ է տորին եք, էլի։ Այո, մենք պետքա ինքնաառերեսվենք։ Մենք պետություն, մենք նոր սկսում ենք հասկանալ, թե ինչա պետություն։ Իսկ դա հասկանալը շատ կարևոր է, շատ բարդ է եւ պետություն լինելը պարզ բան չի։ Հնարավոր չի պետությունից դուրս տրամաբանությամբ լինել պետություն։ Եվ մենք հիմա պետության տրամաբանության մեջ ենք եւ դրա համար ենք մենք այսօր պետություն։ Շնորհակալություն, մեր նիստի օրակարգը սպառված է, նիստը ավարտված։